Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy մշակութային հաղորդումը։ Այս գեղեցիկ հունիսյան օրը նստելու դիտում եք, որովհետև դուք սիրում եք ձեր երկիրը։ Որը միաժամանակ մեր երկիրն է, դե բոլորիս երկիրը, ու այնտեղ տեղի են ունենում շատ անսպասելի բաներ։ Այո, եւ այդ բոլոր բաները մենք ձեզ այսօր կներկայացնենք։ Դիտեք այսօրվանի մեջ։ Ինչպես անցկացրեցիր weekend-դ, Նարեկ։ Լավ, կարես չպատմես։ Նոր թարմ քաղաքական ուժի ստեղծում, ազգային վերածնունդ։ VIP ընտրություններ Աբովյանում, նայեք սովորեք։ Ինչու են հանրապետության սրտում ոչնչացնում 850,000 կիլոգրամ հերոին։ Էթիկայի եւ էսթետիկայի հիմունքները ազգային ժողովում։ Եվ այսպես մի հիանալի լուր բոլոր երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց համար։ Մի նոր ու թարմ քաղաքական շունչ փնտրող մարդկանց համար։ Հին քաղաքական ուժերից հոգնած ու ձանձրացած մարդկանց համար։ Ստեղծվում է նոր թարմ քաղաքական կազմակերպություն։ Ասացի որ նոր ու թարմ։ Հա։ 60-ից ավելի կազմակերպություններ, 10 կուսակցություններ, 50-ից ավելի հասարակական կազմակերպություններ համախմբվել ենք հայկական վերածննդի գաղափարի շուրջ։ Բա, վերածնունդը նենց գաղափար է, որ կարողանում է համախմբել թարմ ուժերի բոլորին։ Բայց վերածնունդի նախաձեռնողի դեմք ինչ-որ տեղից ծանոթ է, կարող են ինչ-որ կուսակցությունից է։ Չէ, այմար, չէ, լրիվ նոր քաղաքական ուժ է։ Եվ այսպես միավորվեցին 60 քաղաքական ուժ, 75 կուսակցություն, 8 մայրցամաք եւ նպատակը սրա։ Նպատակը։ Մեր նպատակն է ձևավորել մի հզոր շարժում, որը պետք է պայքարի մեր երկրում իսկապես հայկական վերածնունդ ապահովելու համար։ Այո, այսենց թարմ ուժեր են պետք երկրին վերածնունդի համար։ Չէ, հոգնել ենք են հին, են 10 անգամ քաղաքական ճամբարը փոխած կուսակցություններից։ Իսկ ընդհանուր ոգևորություն զգացում է, մարդիկ զանգում են, փորձում են անդամակցել։ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը վստահեցնում է, իր շուրջ համախմբվողների բանակը հսկայական է, հեռախոսը գրեթե չի լռում, այս նոր նախաձեռնությանը միանալ են խնդրում։ Այո, մենք ունենք այն կադրերը, որտեղ զանգում են օրինաց երկիր եւ խնդրում են թողնել անդամ։ Հա, կներեք, զանգում են ազգային վերադարձ եւ զանգում են ազգային կնունք եւ խնդրում են անդամակցել։ Մի խոսքով իրենց զանգում են։ Հա, դե մյուս շաբաթ օրը համեցեք գրանցենք, խնդիր չկա, շատ լավ։ Ալո, հա, այս շաբաթ չեն կարող, որ այս շաբաթ Գեղարքունիքից են 74 մարտն է գալիս, մյուս շաբաթ համեցեք Շիրակով կգրանցենք, հա, շատ լավ։ Okay։ Ալո, հա, իհարկե, նոր այո, զանգվածաբար համեցեք, մյուս շաբաթ չենք հասնի, մյուս շաբաթ 5 շաբթի օրը համեցեք, լավ, եղավ։ Ինչ անենք, սիրում է մեր ժողովուրդը, սիրում է ուղղակի։ Ալո, հա, չէ, Շվեյցարիայի բնակիչները չեն կարող անդամագրվել, չէ, կներեք։ Իսկ ԱԺ-ից միացողներ կան։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հասարակական կազմակերպությունների, այլև քաղաքական կուսակցությունների։ Զանգահարողների ու միանալ ցանկացողների թվում սակայն խորհրդարանական որևէ ուժ դեռ չկա։ Այսօրվա մոտ 200 հոգանոց հավաքին բացի ՕԵԿ-ականներից որևէ այլ խմբակցությունից պատգամավոր ներկա չէր։ Արթուր Բաղդասարյանի հետ իրենց ապագան տեսնող տասնյակ կուսակցությունների մեծ մասը համապետական ընտրություններին չեն մասնակցել, իսկ մի մասի առաջնորդներին այսօր նույնիսկ ՕԵԿ-ականներն էին դժվարանում մատնացույց անել։ ՕԵԿ ասեց, ՕԵԿ-ը ինչ կապ ունի, սա նոր քաղաքական ուժ է։ ՕԵԿ-ում օրինակ ես մարդը կար։ Միավորված հայեր կուսակցության ղեկավար Ռուբեն Ավագյանը, ով նույնպես միացել է հայկական վերածննդին, Ազատության հետ զրույցում նշեց. հավատացած է, Արթուր Բաղդասարյանը քաղաքական խաղերի գնացող չէ, ժողովրդին հուսախաբ չի անի։ Հա, հուսախաբ չի անի, այն նախորդը վերջին անգամներ, վերջ։ Լավ, քանի միավորված հայերը կան, մի հատ լավ կարոտա առնենք էլ իրենցից։ Ապակայում ժողովուրդը հասկանա, որ այլ քայլերով ինչ որ այսօր անում է ժողովուրդը, որ ասում է, որ իշխանությունը, ինտելիգենցիան ոչ մի բան չի կարանա եւ Հայաստան լքում են։ Մենք պետք է հավատը վերականգնենք։ Թույն, ես զգում եմ, որ իմ մոտ հավատը արդեն վերականգնվել է։ Ինչի նկատմամբ։ Դեռ չգիտեմ, դա չգիտեմ, բայց վերականգնվել է։ Ես հավատում եմ։ Լավ, իսկ այդ ինչ կազմակերպություններ են միացել ՕԵԿ-ին։ Վերածննդին։
Այդ հասարակական կազմակերպությունների անուններն են Ռոմելա, Ֆլորա, Մարինե, Աղավնի, Հայացք, Ալեն, Կանանց աջակցության խումբ, Տղամարդիկ հասարակական մշակութային միություն, Թռիչք, Հույսի պատուհան, Լինենք բարի, 21-րդ դարի հայորդիներ, Անարդարության հաղթահարում մայր հայրենիքում, Հոգեբանական հետազոտությունների կենտրոն, Միշտ երիտասարդ եւ այլն։ Այսքանը վերջ։ Չէ, դե հիմա բոլորը չենք ասի։ Լավ, օքեյ։ Միացել են նաև հետևյալ ՀԿ-ները՝ Բաբկենաց որդիներ, Սուրբ Տխրություն, Հույս եւ Կաբաչկի, ինչպես նաև Քրտնաց ոզնիներ բնապահպանական կազմակերպությունները։ Շուտով կարող է միանալ նաև Կանանց հեզության գաղտնիք կազմակերպությունը, Թեթև Նախաճաշի Հայաստանյան ասոցիացիան, ինչպես նաև Արամուսի հրեշտակներ եւ Ատ Մարտինը հայրենակցական միությունները։ Ու դե պլյուս կուսակցություններ։ Բացի միավորված հայերից կա նաև հին ու բարի Հայկան դուխտ ավանդապաշտ կանանց ժողովրդավարական կուսակցությունը, որի նախագահը հարցազրույցի մեջ նշել է հետևյալը. Ուզում եմ հավատալ Արթուր Բաղդասարյանի գաղափարին։ Այսօր եթե գա մի սատանա ասի ես եկել եմ քո ազգը փրկելու, ես սատանայի հետ էլ կհամագործակցեմ, որովհետև ուրիշ ելք չունեմ։ Քանդել են մարդկային արժեքները, քաղաքական դաշտը ապականվել է։ Դե բարեբախտաբար սատանայի հետ համագործակցելու կարիք չեղավ։ Փոխարենը ազգային վերածնունդ էր, որի առաջնորդին ինչ-որ պահից լրագրողները սկսեցին հետապնդել դաժան ձևերով, շատ դաժան։ Անվան ընտրությունը պատահական է եղել։ Չէ, անվան ընտրությունը դա իմ երկար տարիների երազանքն է եղել եւ ես ուրախ եմ, որ 60-ից ավելի կազմակերպություններ ողջունել են դա։ Հաղորդակցության ծանոթ վերածննդի։ Գնաց, բայց ինչ էր ասում։ Առաջի հայացքից գնաց, բայց իրականում լրագրողները մի քանի քայլ առաջ էին մտածել, ծանոթացել էին Մարտադաշտի քարտեզին ու Բաղդասարյանին շրջանցելու բոլոր նյուանսները ուսումնասիրել էին։ Խորհրդարանական ուժերից, քանի որ շատերն են հայտարարում, որ ձեզ չեն միանա, նույնիսկ գոյքեր մատաղուտելու չեն գնա։ Բաղդասարյան կներեք սա ՕԵԿ-ը վերակենդանացնելու փորձեր են, PR Լավ, ոչ։ Ոչ, ՕԵԿ-ը որոշեցինք չվերականգնել, որտեվ արդեն չէր շնչում ու շատ դժվար կլիներ վերականգնելը, որոշեցինք ուղղակի վերածնունդ բացել։ Այս Արթուր Բաղդասարյանն է, իսկ ասում եմ որտեղից է ծանոթ, մի ժամա փորձում եմ հիշեմ։ Բարի լույս։ Իսկ լրագրողները վերջը թողեցին վերածնունդի ղեկավարին գնա։ Բարի լույս։ Ընտրության ընթառաջ ինչ-որ քայլեր են։ Ես արդեն տվել եմ մամուլի լրագրողների հարցերին պատասխանել եմ։ 2 ժամ մասնակցեցիք, լսեցիք։ Ձեր կարծիքով ժողովուրդը ձեր հետևից կգա, պարոն Բաղդասարյան։ 2008 Մինչև ուր։ Այո։ Մինչև ուր կգա, չեք ասա։ Միջև հաղթանակ։ Մենք հատուկ զանգել ենք վերածնունդ, Ազգային վերածնունդ։ հա, ազգային վերածնունդ եւ ողջել, որ խոսքը հաղթանակ զբոսայգու մասին չէ, այնպես որ դուխով համախմբվեք։ Իսկ մենք նաև հատուկ լրագրողներ ենք ուղարկել հետապնդելու վերածննդի առաջնորդին եւ մի քանի հարց տալու։ Պարոն Բաղդասարյան, ինչպես եք տեսնում հետագա համագործակցությունը այդ կազմակերպությունների հետ, մասնավորապես Հայկան դուխտ ավանդապաշտ կուսակցության։ Նորմալ, ոչ մի խնդիր չեմ տեսնում, հիմա բարձուշի տակ էլի ոնց որ։ Իսկ չեք կարծում մի վարքան չեք կարծում, որ ժողովրդի մոտ կարող է դառը նստված լինի ՕԵԿ-ի անցյալի հետ կապված։ Այդքանը հասկանում ենք, դրա համար ոնց որ փորձել ենք ուրիշ անուն ընտրել ու հիմա վերածնունդ է, պետքա որ նորմալ լինի։ Հիմա ինձ ուղղակի 1000 ներողություն էլի պետքա գնամ։ Դե ինձ կակրաս են կողմա պետք ոչինչ։ Հա, նորմալ է։ Տենց ուրիշ խնդիր չկա։ Եթե ներվար մեր մամուլի խոսնակը էլի ձեզ ոնց որ Հա, դե բա, այսենց վիզ եք դնում։ Բայց անհարմար էր ինձ թվում է։ Ինչի՞։ Բոլորս վերացին։ Պարոն Բաղդասարյան։ Լավ, դադարեցրեք անհարմար, էլի շնորհակալություն արդեն ավարտվել է։ Բայց մի երկու հարց էլ էլի։ Մի երկու հարց։ Ախր լրիվ նոր քաղաքական ուժ է, բա մի երկու հարց չտանք չիմանանք ով է, ինչ է։ Ախր մենք հարցեր ունենք ձեզ։ Ստեսյուն ձեզ, մամուլի ասուլիս կլինի, ձեզ կհրավիրեն կպատասխանեն։ Լավ, վերջ։ Բանը, մի գեղեցիկ նոտայով ավարտենք էլի, այս կտորը արժեում օրինակ իրար տվին Արամ Մանուկյանն ու Վարդան Այվազյանը։ Գազի հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված չարաշահումների եւ խախտումների մասին նյութերը պետք է ուղարկվեն դատախազություն։ Այսպես է կարծում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Միայն թե հանձնաժողովի նախագահը դեմ է։ Այսինքն քեզ քո միակ նպատակն է, որ այդ հայկական կազմակերպությունները ավելի շատ վճարեն։ Չէ, հարց եմ տալիս, ինչ ես փախնում հարցից է յան։ Ես ձեզ որ կանգնած զգուշացնեմ իմ ողնագիր խոսեք։ Մենք հանձնաժողով միշտ ենք։ Էլի սկսես դուք, ձեզ։ Արամ Մանուկյանի հորդորները ի վերջո ազդեցին։ Եվ կարող է թվալ, որ այդ դուքի պահով էլի կռիվ կլներ, բայց չէ։ Վարդան Այվազյանը լիովին համաձայնվեց ու անցավ դուքի։ Այդ տենց սահուն խնդիրը լուծվեց։ Մշտական բարոն դուք։ Կամ համարյա լուծվեց։
Ինչ ես ուզում, մարդը խնդրել էր դուքով դիմել, դիմացիներ դուքով ա դիմում, պարոն դուք։ Դե ընթացքում այս մշակույթը կընկնի տեղը, նորմալ կլինի։ Հիմա ես հարց եմ տալիս։ Ձեզ նորից եմ կրկնում, քեզ չեմ ասում։ Պարոն Արամ Մանուկյան, ձեզ որ ասում եմ, դա հոգնակի է։ Շարահուսականների шиг։ Դե տեսնում ես ինչ լավ է։ Հա, ու չնայած շարահայացությունը ստեղ ընդհանրապես կապ չունի, բայց այն որ վերջապես անցավ դուքի, լավ է։ Իմ քո միջև կներեք։ Զատո կներեք։ Իշկանել մենք քննարկել, իշկանել ես ձեզ։ Ձեզ։ Կարելի է Գազպրոմին տալիս եմ քեզի նա Քեզի։ Հանձնաժողովի նիստին եք դուք էլ ձեզի չափավորության մեջ պայք, ինգես, դսի։ Ես որ քեզ թույլ եմ տալիս, որ անվերջ դու ելույթ ունենես, դա չի նշանակում, որ դու պետք է բան անես։ Բարի էլի։ Դե ես առայժմս Մի խոսքով մնացեք մեզ հետ։ Մնացեք մեզ հետ, ընկեր ջան։ Ախպերս։ Լսին ինչի չենք մենք էլ իրար հետ դուքով խոսում։ Որտեվ մենք իրար չենք ատում։ Հա, այդ բան, հա։ Շատ տխուր լուր ունենք մեր շատ յուրահատուկ համայնքներից մեկի համար։ Այն հերոինը 850 կիլոգրամ հերոինը փուրը տվին։ Հենց տես։ Բռնին ու փուրը տվին։ Տարածաշրջանի մասշտաբով ամենասկանդալային առգրավումը մոտենում է տրամաբանական ավարտին։ Շուրջ 1.5 տարի ազգային անվտանգության պահեստում փակված ավելի քան 850 կիլոգրամ հերոինը փորձաքննություն անցնելուց հետո պահպանվում էր շուրջօրյա հսկողության տակ։ Այդքան երկար ինչի էին պահում։ Դե մարդկանց ձեռը չէր գնում այդքան բարիք ոչնչացեն, հասկանում ես մարդ են վերջը։ Այդքան տարի դες պահես, տեն շուրջօրյա վերահսկես, որ հետո ոչնչացնում են։ Լավ, էլի։ Իսկ այդ որ սկզբից ավելի ծանր էր, իսկ հետո մի քանի կիլովից ոնց որ փրկվեց, հա։ Ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաները ամիսներ անց բացահայտում են գաղտնիքը։ Թմրանյութը փաթեթավորված է եղել 47 ստվարաթղթե տարաներով եւ ժապավեններով, որոնցից ամեն մեկը 1.5-ից 2 կիլոգրամ է։ Սկզբնական կշռման եւ հետագան հետո բրետո քաշերի տարբերությունը հենց առաջացել է այս 47 փաթեթների այսպիսի փաթեթավորման հետևանքով, որոնց ամեն մեկը առնվազն 1.5-ից 2 կիլոգրամ քաշ է կազմում։ Այդ մի քանի կիլոն էլ չփրկվեց։ Հետո Կնիկները ստուգելուց ու համապատասխանեցնելուց հետո հերոինի 850 կիլոգրամ զանգվածն ու առանձնացված ստվարաթղթե եւ պոլիէթիլենային փաթեթները բեռնեցին մեքենան։ Այո, հենց այդպես վերցեցին ու բեռնեցին մեքենան։ Ուղարկեցին հերոինը իր վերջին ճամփորդության։ Սա ավելի քան 5 միլիարդ եվրո արժողությամբ հերոինի խմբականակն է, որը քիչ հետո կայրվի Արարատի ցեմենտի գործարանի Կիզման վառարանում, որն 1400 աստիճան մինչև այրում է։ Նույնիսկ լրագրողներ տխուր։ Դե հա բա, տխուր առիթով են հավաքվել։ Քանի միլիոնի ապրանք պետք է ոչնչացնել։ Կիզման վառարանի մեջ ներբեռնելուց հետո բոլորի աչքի առաջ բոցը սկսեց թեժանալ ու մոտենալ հերոինի պարկերին։ Իմ հետևում այս պահին ոչնչացվում է 2014 թվականի հունվարի 17-ին առգրավված հերոինի շուրջ 5 միլիարդ եվրո արժողությամբ խմբականակը։ Goodbye, my lover. Goodbye, my friend. You have been the one. You have been the one for me. Goodbye, my lover. Goodbye, my friend. You have been the one. You have been the one for me. Ահա եւ վերջ, այլևս չկա 850 կիլոգրամ գանձ։ Ոնց որ երեք տենց հլը մեր հետ լներ։ Պետք է Եվրոպա գնար, հիշում ես, մուրազ ուներ, որ պետքա սահմանը անցներ ու գնար։ Եվ մնաց այդ մուրազը փորը։ Ախր չէ լինի Հայաստանի գոնե արտաքին պարտքը դրանով տային։ Հա այդ 5 միլիարդ արժեր այդ հերոինը։ Մի շարք համայնքներում ընտրում էին համայնքի ղեկավար, բայց այդ շարքից ամենաուշագրավը Աբովյանն էր։ Աբովյանում ընտրությունները կազմակերպվել էին ամենաբարձր, նույնիսկ Եվրոպայում դեռևս գոյություն չունեցող չափանիշներով։ Անցել են այն ժամանակները, երբ հասարակ հայ ընտրողին քվեարկելու էին բերում իջր
գազելով, ավտոբուսով կամ հիշում ես որ ռաֆերի մեջ էին բերում։ Ուղղակի անմարդկային էր դա։ Աբովյանում VIP ընտրություններ են, այսինքն ընտրողը գալիս էր Porsche Cayenne-ով։ Ոստեղ կմտածեք, լավ, դե բերեցին այդ տարեց կանանց, լավություն արեցին, գցեցին ջուրը, վերջ։ Բայց չէ, դա VIP մոտեցում չէր լինի։ VIP մոտեցումը, երբ քվեարկելուց հետո ընտրողին մի հատ էլ տանում են հետ տուն։ Լսի, ես ուզում եմ Աբովյան տեղափոխվեմ։ Այսքանից հետո մենակ դու չես ուզում Աբովյան տեղափոխվես։ Մորդ նայմը քեֆը գալիս է։ Բայց առաջարության համար ասենք, որ իհարկե դե ոչ բոլորն են գալիս Porsche Cayenne-ով։ Ավելի քիչ VIP ընտրողներ եղան, որ եկան Prado-ներով։ Իսկ մեծամասնությունը դեռևս հին ու բարի գազելներով։ Դե չկա Աբովյանում այդքան Porsche Cayenne, ինչ անենք։ Դե ընդհանրապես 24 տարվա երիտասարդ անկախ երկիր ենք։ Ինչու եք այս մեքենայով եկել։ Բարև, նեցեք կասեք Աբովյանից եք։ Այո։ Ինչու եք այսպես միասին որոշել գալ։ Հարևաններ ենք դրա համար։ Տրանսպորտով է տրամադրել։ Վալոջյանը դրա։ Թաղայինը։ Թաղայինը դրա։ Թաղայինը ձեզ մեքենա է տրամադրել վոլոնտիրության։ Հա։ Վահագն Գևորգյանի համար եք։ Ոչ, առանց որևէ կողմ։ Տիկինը ասեց այո։ Տիկինը չասեց այո։ Թաղայինը տրամադրել է։ Այսքան տարի է Երևանում ապրում եմ, դեռ սենց հարևանություն չեմ տեսել, ոչ էլ Վոլոդյայի նման շնորհքով թաղային։ Նույնն էլ ես, գիտես, մի օր մեզ մեքենա տվեցին, ասին Նարեկ ջան, գնա ում սիրտդ ուզում է ընտրի։ Չկա տենց բան։ Մահացավ այդ մշակույթը էլի, մահացավ։ Ինչու են ձեզ բերել մարշրուտկայով այստեղ։ Որովհետև պարտավոր ենք ընտրելու այսօր ընտրության ներկայանում։ Տեսար, ինչպեսի պարտքի զգացում, չէ մեր բարադի երևանցիների նման։ Այլի, հավես չունեմ ընտրեմ, ժամանակ չունեմ ընտրեմ։ Ու որ հանկարծ ճանապարհին մի փորձանք, մի անախորժություն ընտրողների հետ չկատարվեր, նրանց ուղեկցում էին պարապած, բոյով, բուսաթով, կաթ մածուն կերած տղեկ։ Ես Աբովյան քաղաքի բնակիչ։ Բնակիչ, որը ուղեկցում է մյուս բոլոր բնակիչներին, ովքեր կցանկանան գալ ընտրության։ Իհարկե ոչ։ Մենք հարևաններով համախմբվեցինք, միասին եկանք։ Աբովյանում տենց սովորություն կա հարևաններով համախմբվել ու գալ։ Չեմ կարող ասել Աբովյանում կա նման սովորություն, թե չէ։ Ու կարևորը համեստ։ Ես հուսով եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հետևում է, թե ինչպես է կատարելագործվել ընտրական օրենսգիրքը Աբովյանում։ Չէ, լուրջ հուսով եմ, որ հետևում է։ Իրեպ այսքանով սյուրպրիզները Աբովյանում չէին ավարտվում։ Չէին ավարտվում։ Եթե կասեք եկել եք ընտրությունների ընթացքին հետևեք։ Ես ձեր ինչ գործ ունեք, ես եկել եմ, ինչ եմ անում։ Ինչու եք եկել շտաբ էլի։ Հենց ունենց եկել եմ։ Հենց ունենց։ Հա։ Բա ձեր մեքենաները ինչու են քաղաքով շրջում։ Լաձիկը զանգ, 3-ից հետո սրանք կառուցել են։ Որտե՞։ Ինչ ասեց։ Ասեց, որ Վլադիկն է զանգել 3-ից հետո կարուսելներ են ելնելու։ Չի կարող պատահի, կարուսելներ էլ կան։ Այո, Նարեկ, ամեն տեսակի կարուսելներ, էլ ամերիկյան գորկաներ, տորնադոներ։ Իսկ ավտոդրոմ եղավ։ Իհարկե, իմ փոքրիկ բարեկամ, ավտոդրոմ էլ եղավ։ Մի ֆանտաստիկ լունապարկի էր վերածվել Աբովյանը, մոտավորապես սենց։ Լսի, ռեժիսոր ասում է, որ լրիվ ուրիշ տեսակի կարուսելի մասին է խոսքը։ Որտեղ մեր ռեժիսորը չար ու նախանձ մարդ է։ Լավ, շարունակենք, ինչ էին ասում թեկնածուները։ Հա, թեկնածուները տիրապետում էին իրավիճակին։ Ես ճիշտ ասած իրավիճակին չեմ տիրապետում։ Okay, մյուսներից ինչ կա։ Հարևան տեղամասում դժգոհում էր Պալաչմականունով հայտնի Արթուր Հարությունյանի վստահված անձը։ Ստեղ առաջարկում եմ մի պահ կանգնել ու գնահատել այս նախադասությունը։ Բողոքում էր Պալաչմականունով թեկնածուի վստահված անձը։ Լավն է։ Իսկ ինչից էր բողոքում։ Երևի բութ կացիներից ու ժանգոտած գիլյոտիններից։ Ինչ որ մարդիկ պարբերաբար մեծահասակ ընտրողների էին բերում, ուղղորդում ինչպես քվեարկել։
Ես առավոտ քեզ բացատրեցի, որ ինչ բողոք ունեք, քեզ մեջը գրեք։ Հիմա ես դրա համար վստահված անձեմ, ուզում եմ պայքարեմ, որ այս կարգի բաներ չլինի։ Աբովյանի մեկ այլ ընտրատեղամասում ծերերի տուն ինտերնատի տնօրենն էր անձնագրերի տրցակով իր խնամակալներին բերել քվեարկելու։ Դե հա, մեր ընտրություններում միշտ ամենաակտիվը տատիկ պապիկներն են։ Դե Նարեկ ջան, այդ սովետից ոնց որ եկած բան է։ Այն ժամանակ ընտրություններ չեն եղել, միշտ ասել են ում ընտրեն, հիմա մարդիկ տեղը հանում են։ Մաքսիմումն են խաղում տենց ժողովրդավարությունից, հա։ Խամում են ժողովրդավարությունը։ Մեծահասակները չէին էլ թաքցնում, իրենց ասել են քվեարկել 4-րդ համարի Արթուր Հարությունյանի օգտին։ Ասա հասկանում չէ։ Ինչ ընտրության եք մասնակցում։ Դե գեմ չփոմ պտյանք։ Գիտեք ում եք ընտրելու։ Բայց Արթուր Հարությունյանի մրցակիցները մի քայլ առաջ էին մտածել, գրանցել էին եւս մի տեխնացու նույն անուն ազգանուն հայրանունով։ Այս հենց շախմատային բարդ ձիով քայլ Աբովյանում։ Երկու անուն ազգանուն նույն անունն է, իսկ ձեռ են առնում։ Չէ, ինչի տենց միանգամից ձեռ են առնում։ Չնայած հա ձեռ են առնում։ Իսկ ընտրություններում ամենաշատ ձայն հավաքեց Վահագն Գևորգյան անունով տեխնացուն։ Նա նույն օրը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես մի տեղում երկու էռնեկ հայտնաբերած մարդ։ Դրան համ ՀՀԿ-ն էր կողմ, համ ԲՀԿ-ն։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում էլ առաջարկում ենք դիտել օրվա վիդեո բոցը։ Մի անգամ էլ եմ ասում, մատել եմ ասում, այդ աչոտի գել չեմ ռետինը վեգալ եմ բարերը ջնջեմ, ուրեմն ես այդ տարիքից անցել եմ։ Հետո ես աչոտ ունեմ տալու հայ ազգին, այս տաքսու վարորդներին, այս տղեկին։ Կարելի էր հերոինի թանգարան բացել Երևանում, որ զբոսաշրջիկներ գային, նային ինչ լավ աշխատում մեր մաքսատունը։ Կարելի էր որպես մարդասիրական օգնություն ուղարկել ինչ-որ Աֆրիկա։ Հա, թեկուզ, չէ, պետք է վառեին դա։ Just a jackknife, where's all of my kid, the baby? And he keeps them out of sight.